Բարի երեկո, դուք դիտում եք բաց հարթակ, այսօր իմ հյուրը Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցին անդրադառնանք, պարոն Արշակյան, վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հայկական ապրանքների Ռուսաստանի Դաշնության շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան-Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին եւ Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին եւ խնդրել է միջոցներ ձեռնարկել այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ։ Նախ անդրադառնանք հեռախոսազրույցին, հետո հենց այս կարևորագույն հարցին, որովհետեւ մենք գիտենք, որ Ռուսաստանը շարունակում է հայկական ապրանքների նկատմամբ այսպես ասած պատժամիջոցներ կիրառել։ Պատժամիջոց բառը էլի պյով պատերազմ հայտարարել Հայաստանին, ես կարծում եմ, որ շատ մեղմ որքան հնարավոր է մեղմ ձևով Հայաստանը նոտա է ուղարկում Ռուսաստանին։ Դա հենց դա էր, որ մենք դժգոհենք ձեր քաղաքականությունից, տնտեսական քաղաքականությունից հայ-ռուսական հարաբերություններում ձևավորված։ Այսինքն դուք ինչ որ անում եք, մեր սրտով չի, ու լավ է, որ ինքն է նախաձեռնողը։ Այսինքն մենք բողոքի դժգոհության ակցիա ենք անում, դա նույնիսկ ոչ բարեկամ պետությունները իրար հետ չեզոք հարաբերություններ ունեցող պետությունների մեջ այդպիսի տնտեսական ակցիաները համարվում են թշնամական։ Այսինքն վատացել են մեր հարաբերությունները եւ մերոնք մեր դժգոհությունն են հայտնում։ Ես այդ իմաստով գոհ եմ, որ մեր նախաձեռնությունն է դա։ Հարկավոր է այդ հարցը, չգիտեմ, քանի անգամ կարելի է գուցե աջողական լինեն մեր նոտաները, ցանկալի է, որ հաջորդը արդեն ոչ թե Նիկոլ Փաշինյանը երկրի ղեկավարը, իդեպ հայտարարության մեջ գրված է Ռուսաստանի Ֆեդերացիայի նախագահ Վլադիմիր Պուտինը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պետք է լիներ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պարոն Արշակյան, իսկ կարծում եք որևէ կերպ, որևէ դրական արձագանք կլինի այս հեռախոսազրույցից հետո, նկատի ունեմ հայկական ապրանքները կկարողանան մեր տնտեսվարողները արտահանել Ռուսաստանի Դաշնություն, թե դեռ կշարունակվեն այդ, ինչպես դուք եք ասում, այսպես կոչված պատերազմը կամ պատժամիջոցները մեր հայկական ապրանքների նկատմամբ եւ դեռ այսպիսի հեռախոսազրույցներ կլինեն։ Ես կարծում եմ, որ արդեն 50%-ով մենք շահեցինք, որ մենք վերաբերմունք դրսևորեցինք, դա արդեն մենք շահել ենք, իսկ ապրանքների ճանապարհները կբացվեն, թե չեն բացվի, արդեն դա Ռուսաստանի խնդիրներն են, մենք անդադ մեր մասին ենք խոսում, թող ռուս ժողովուրդը պահանջի, թող Ռուսաստանի իշխանությունները մտածեն, դա իրենց ժողովրդի դեմ է, իրենք զրկվում են որակյալ ապրանքից, լավ ապրանքից, Իրենք էլ ասում են այդ ապրանքների մեջ, ինչպես իրենք են շատ հաճախ պնդում, այդ ապրանքները չեն համապատասխանում այն չափանիշներին, որը սահմանված է իրենց մոտ։ Խոսքը եւ ձկնամթերքի մասին է, եւ մենք գիտենք, եւ կաթնամթերքի մասին է, պանիր, մածուն եւ առհասարակ, այնտեղ դուք ասում եք իրենք մտածեն, բայց իրենք էլ ասում են ձեր ապրանքները չեն համապատասխանում այդ չափանիշներին։ Շատ լավ, երրորդ խնդիրն է առաջանում։ Իսկապես մեր ապրանքները պետք է համապատասխանեն միջազգային ստանդարտներին, նույնիսկ ռուսական ստանդարտներին, որոնք ցածր են միջազգայինից, ավելի զիջող են։ Ես կարծում եմ, որ դա էլ է կարևոր, մեր գործարարները, մեր տնտեսվարողները պետք է դրանից հետևություններ անեն։ Իսկ ձկնարդյունաբերության համար ես ասում եմ, որ դա հարկավոր է արգելել Հայաստանում։ Հայաստանում ջրային ռեսուրսներ ձկան արդյունաբերության, արդյունաբերական ձկնաբուծության համար չկան։ Արարատյան դաշտավայրը ցամաքել է, անապատանում է ձկնարդյունաբերության պատճառով։ Տեսնում եք, Ռուսաստանը մեզ լավություն է անում, փրկում է Արարատյան դաշտավայրը անապատացումից, արգելելով ձկնաբուծությունը Հայաստանում։ Առաջինը պետք է մենք մեր երկրի անվտանգության մասին մտածենք, մեր երկիրը, որտեղ որ մենք ապրում ենք, այդ երկիրը չի կարող անապատ լինել, ուրեմն եթե ձկնաբուծությունը անապատ է դարձնում իմ հայրենիք, ուրեմն հարկավոր է արգելել ձկնաբուծությունը, բայց տեսեք ինչ հետաքրքիր է ստացվում, ուրիշի ձեռքերով արգելվում է, դա մեկ, ես համարում եմ, որ վնաս է դա մեր երկրին, ես ձեզ ասեմ, հիմա Ստամբուլի եւ Անկարայի հասարակած տներում մեր աղջիկներն են, մենք աղջիկ ենք արտահանում, մենք տղա ենք արտահանում, ձուկ ենք արտահանում,
Մենք պետք է մեր երկրի անվտանգության մասին մտածենք, չի կարելի արտահանել Ասել է աղջիկներ։ աղջիկ ենք արտահանում, տղա ենք արտահանում, պարոն Արշակյան։ Դա այդպես է ստացվում։ Խոպանչիները մեր տղամարդիկ գնում են, ուրեմն դադարեցնել արտահանումը, հայ մարդիկ պետք է մնան։ Ես ձեզ ասեմ, Իսրայելում եւ Բելգիայում, Իսրայելը 14000 քառակուսի կիլոմետր է, 9 միլիոն մարդ է ապրում։ Բելգիան 30000 քառակուսի կիլոմետր է տարածքը, 10 միլիոն մարդ է ապրում։ Հայաստանի չափ տարածքում մենք չպետք է թույլ տանք, այսինքն պայմաններ պետք է ստեղծենք։ Մենք անդրադառնանք նորից մթերքներին, ոչ թե մարդկանց, Դա էլ է կարևոր։ Հա, բայց տեսեք, մենք այդուամենայնիվ տեսանք, որ նախորդ շաբաթ ձկնաբույծներն էին ակցիա իրականացնում կառավարության մոտ, դրան զուգահեռ մենք տեսանք, որ լոլիկ աճեցնողներն էլ էլի դժգոհություններ էին բարձրաձայնում, որ տոննաներով բերքը մնում է դաշտում, այդուամենայնիվ դուք ասում եք Ռուսաստանը պետք է մտածի, ռուս ժողովուրդը պետք է պահանջի, չէ՞ որ այդ որակյալ ապրանքը գա, հասնի, իրենք օգտագործեն, բայց մեր արտադրողները, մեր տնտեսվարողներն են դժգոհ։ Բնական է, որ դժգոհ են, մարդիկ աշխատել են, ուզում են արդյունքը տեսնել։ Ես մտածում եմ, որ մեր գյուղատնտեսության համապատասխան մարմինը նախարարություն չունենք։ Նա պետք է դա արդեն կանխատեսեր, պետք է պլանավորեր, պետք է այդպես չլիներ, պետք է ծրագիր լինի, զարգացման ծրագիր, ուրեմն պահածոյացնեին, նույնիսկ ձուկը կարելի է պահածոյացնել, ինչի եք ձուկը արտահանում, պահածոյացրեք։ Այսինքն պետությունը պետք է պայմաններ ստեղծի, ես այդ իմաստով տեսեք ասացի, որ դեմ եմ ձկնարդյունաբերությանը, ձկնաբուծությանը արտոնաբերական մակարդակով, բայց հարկավոր է պայմաններ ստեղծել, որպեսզի դա չլինի, չհասնի գործանարան, որ տոննաներով կամ հարյուրավոր տասնյակ տոննաներով ապրանքը փչանա, ուրեմն դա մեր պետության խնդիրն է, այո, մեր իշխանությունը, կառավարությունը պարտավոր է ապահովել ապրանքի յուրացումը։ Դա արդեն մեր գործն է, պետության գործն է։ Նրանք ճիշտ են։ Այսինքն արտոնաբերողները եւ գյուղատնտեսական մթերքի եւ այդ ձկնաբուծության նրանք ճիշտ են, տեղավորեք։ Մենք տեսանք, որ վերջին շաբաթներին շատ, այսպես ասած, ակնհայտ դարձավ, որ հայկական ծիրանը հասավ եվրոպական շուկա եւ տարբեր խանութներում, սուպերմարկետներում Բելգիա, Ֆրանսիա հայկական ծիրան վաճառվեց։ Դա ձեզ համար ձեռքբերում է։ Մխիթարություն էր մի թեթև այդ բանից հետո, անհաջողությունից հետո դա մխիթարություն է, բայց ես կարծում եմ, որ հետևություններ պետք է անենք, մենք գյուղատնտեսական երկիր չենք, մենք ավելի լուրջ գործերով կարող ենք զբաղվել մեր հաճույքի համար եւ մեր ներքին սպառման համար, արժի եւ ծիրան եւ խաղող եւ չիրու չամիչ ամեն ինչ արժի անել, դա մերն է, մեր գյուղացիներին, մեր գյուղերը պահպանելու համար մենք պետք է դա ապահովենք, բայց ընդհանրապես մենք ագրարային երկիր չենք, մենք նրանց համար ճորտ չենք, մեր սպառման համար մենք չենք կարող մրցակից լինել։ Բա ինչ անենք, պարոն Արշակյան, այդ դեպքում այդ մարդիկ ունեն ծիրանի ծառեր, ունեն խաղողի այգիներ, ի վերջո պետք այդքան չիր, այս փոքր պետության սպառողները կարող են օգտագործել։ Չէ, տեսեք, չիր ու չամիչը արդեն արդյունաբերական, դա արդեն հավելյալ արժեք ստեղծող բաներ են։ Էլի արտահանման համար է ասում։ Էլի կարելի է արտահանել, բայց ընդհանրապես չկենտրոնանանք մենք արտահանման վրա։ Բայց մենք տեսնում ենք, որ այստեղ մթերող ընկերությունները այնպես չի, որ այտենց հոժարական պատրաստվում են նորմալ գներով մթերել այդ ապրանքները։ Դե ընդհանրապես գյուղատնտեսությունը շահավետ չի։ Դա լավ բան չի։ Դե բա ոչ ենք դառնալու ներկրող երկիր այդ դեպքում։ Չէ, մենք մեր համար ինչքան պետք է այդքան արտադրենք, բայց մենք պետք է այլ բնագավառ, այսինքն արտոնաբերության, հիմա արդեն արհեստական բանականության մասին է խոսքը։ Մենք այդտեղ հմտացած ենք։ Սովետական Հայաստանը ցույց տվեց ինժեներական Հայաստան։ Այսինքն մենք զբաղված ենք ինժեներությամբ, արտոնաբերությամբ։ Իսկ գյուղատնտեսությունը Հայաստանը չունի գյուղատնտեսական տարածքներ։ Ես սովորական բաները կան, չէ, Սովետական Միությունում օրինակ Վրաստանը 1 միլիոն տոննա խաղող էր արտադրում, Ադրբեջանը 2 միլիոն տոննա, Հայաստանը 200,000 տոննա։ Մենք չունենք այդ այգիները, տարածություն չունենք։ Դրա համար պետք չի կենտրոնանալ գյուղատնտեսության վրա։ Գյուղատնտեսությունը պետք է լինի հաճելի զբաղմունք։ Դե բայց մենք էլ
նրանք շատ խաղող են արտադրել, բայց այդուամենայնիվ մեր կոնյակն է շատ հայտնի եղել եւ մինչեւ հիմա ցորենով են, չէ՞, կոնյակն էլ ցորենի սպիրտով են արտադրում։ Մեր կոնյակը հայտնի չի եղել։ Մենք կոնյակ չենք արտադրել։ Դա բրենդը ուրիշ է։ Մենք արտադրել ենք, դա մրցակից բան է, Ռուսաստանը ընդհանրապես սիրում էր կապկել։ Որևէ տեղ, եթե որևէ լավ բան կար, ինքը այստեղ դա կոչվում է մանկ 25 ճանապարհով։ Կոնյակ եւ շամպանսկի արտադրելու իրավունք մենք չենք ունեցել եւ ոչ էլ այդ բայց արտադրել ենք։ Դա մենք ենք ասում շամպանսկի, կարող ենք ուրիշ բան էլ ասել, մենք ենք ասում կոնյակ, բայց դա կոնյակ չէր։ Դա ուրիշ բան էր։ Ես ասում եմ, որ Հայաստանը պետք է հաշտվի այն մտքի հետ, որ այլևս սովետական միության ծայրագավառը չի ու մեկուսացված չի։ Ես կարծում եմ, որ նախ եւ առաջ հարկավոր է այստեղ այն նոր կառավարությունը, որ գալիս է, նոր իշխանությունը, գյուղատնտեսության նախարարությունը վերականգնում է, ու այդ գյուղատնտեսության նախարարությունը պետք է արդյունավետ ագրոպրոմ, այդպես ասենք, ագրոպրոմ լինի։ Մենք դեռ կանդրադառնանք, ինչպես դուք ասացիք, նոր ձևավորվող ազգային ժողովին, որը օգոստոսի 2-ին առաջին նիստն է գումարելու, բայց մինչ այդ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցում եւս շատ կարեւոր մի այսպիսի կետ կա, Եվրոպական միության անդամագրվելու հարցով Հայաստանի Հանրապետությունում հանրաքվե անցկացնելու հարցը կրկին շեշտվել է Ռուսաստանի կողմից, վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հանրաքվեի անցկացումը գործնականում հնարավոր է միայն Եվրամիության անդամագրման համար Հայաստանի կողմից Եվրոպական միությանը պաշտոնական դիմում հղելուց եւ թեման առարկայական դարձնելուց հետո։ Այ ինչու է Ռուսաստանը շտապում այս հարցում, ինչու է շտապողականություն դրսևորում, որովհետեւ այնպես չի, որ այդ հանրաքվեի կարիքը հիմա կա։ Տարրական տեխնիկական խնդիր է, այսինքն քանի դեռ ինքը ունի այստեղ ազդեցիկ ուժեր, ագենտներ, շահերի ագենտ եւ ոչ միայն շահերի։ Մենք հիմա գիտենք, որ շպիոններ էլ ունի, դա բացառիկ բան է, որ մենք Ռուսաստանի շպիոն ենք հայտնաբերել եւ ազատազրկել առայժմ։ Ուրեմն քանի դեռ ունի ռեսուրսներ, Ռուսաստանը ուզում է Հայաստանը հետ վերցնել, անկախությունից զրկել։ Այսինքն թելադրում է, դա տեխնիկայի հարց է։ Մենք գիտենք հանրաքվեի կանոնները ինչպիսին են։ Հանրաքվեում նույնիսկ այն չափաբաժինը, որ ագենտուրան պաշտոնապես Հայաստանում ներկայացված է, ռուսական ագենտուրան, հակապետական ագենտուրան իշխանությունում այն չափով որ ներկայացված է, դա բավարար է ցանկացած հանրաքվե ձախողելու համար։ Հայաստանը հետ տանելու համար, ինքնիշխանությունից զրկելու համար Ռուսաստանը հիմա հետ է ուզում վերցնել Հայաստանը, բայց ես ձեզ ասեմ, միայն Հայաստանից չի վերցնում Հայաստանը, Ռուսաստանը խլում է իր մրցակիցներից արևմուտքից, կոլեկտիվ արևմուտքից, ասեմ Հարավային Կորեայից եւ Ավստրալիայից, Նոր Զելանդիայից, Գերմանիայից, չգիտեմ, շարունակեմ, այսինքն նա այնտեղ էլ է կռվում, նրանց հետ է կռվում, այստեղ մեզ ներքաշում է այդ կռվի մեջ, ուզում է որ մենք իր կողմից հանդես գանք մեր դեմ, այսինքն ինքնասպանություն, ինքնավնասարարության կոչ է անում Ռուսաստանը մեզ, ասում է դուք ձեզ վնասեք, ձեր պետությունը լուծարեք։ Ես կարծում եմ, որ դա էլ հետաքրքիր է, պատասխանը հետաքրքիր է, ասել է ոչ, չենք լուծարելու, ձեր ագենտներին չենք օգնելու, ձեր ուզած ձևով չենք անելու։ Եվ ինչպեսին կլինի հետևանքը, եթե Հայաստանը ինչպեսին պետք է լինի Նագորնի Ղարաբաղներ տարել են, Ղարցներ տարել են, Իգդիրը տարել են, Նախիջևանը տարել են։ Էլ ինչ պետք է լինի, էլ ինչ անեն։ Այսինքն ինչ անի Ռուսաստանը, որ մենք հասկանանք, որ դա բարեկամ երկիր չի։ Հարկավոր է կարդալ, դա կա։ Բոլոր գրադարաններում կա 1921 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական կոնֆերանսի արդյունքները կարդացեք։ Հայաստանը հայտարարվեց է Ռուսաստանի եւ Թուրքիայի թշնամի պետություն։ Հայտարարված է առ այսօր գործում է այդ օրենքը, այդ իրավունքը։ Մենք հայտարարված ենք Ռուսաստանի եւ Թուրքիայի թշնամի պետությունը։ Ռուս-թուրքական պայմանագիրը դա է ընդհանրում։ Ուրիշ ինչ անեն։ Ուզում եք մի քանի թիվ ասեմ։ 1917 թվականի նոյեմբեր ամսին Ռուսաստանը հայտարարեց, որ ճանաչում է Թուրքահայաստանի ժողովրդի անկախ պետություն ունենալու իրավունքը։ Դրանից 3 ամիս հետո հայտարարեց, որ չի ճանաչում հայ ժողովրդի պետություն ունենալու իրավունքը։ Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը։ Բրեստ-Լիտովսկի պայմանագրով 18 թվականի մարտին Ռուսաստանը Հայաստանը հանձնեց Թուրքիային։ Պարոն Արշակյան, շարունակեմ,
20 թվականի օգոստոսին, ուզում եմ իմանաք ում հետ գործ ունենք, օգոստոս ամսին Ռուսաստանը ճանաչեց հայկական պետության գոյությունը 1920 թվականի օգոստոսին։ Նոյեմբեր ամսին զորքերը մցրեց գրավեց Հայաստանը։ Պարոն Արշակյան, ես հասկանում եմ ձեր ասածը եւ այս դեպքում, այսինքն դուք կարծում եք, այսինքն դուք վստահ եք, որ հանրաքվեի պահանջը առաջ մղելով Ռուսաստանը, ինչպես դուք եք ասում, փորձում է Հայաստանը ինքնալուծարել։ Այո, ինքնիշխանությունից զրկել։ Նախ դա թելադրանք է, երկրորդն էլ իսկապես ձախողվելու է։ Ինքը բավարար ռեսուրսներ ունի, մենք դա տեսնում ենք ազգային ժողովում։ Որևէ հանրաքվե ձախողելու, որևէ ընտրություններ ձախողելու ռեսուրսներ ունի։ Այ խոսեցիք ազգային ժողովից օգոստոսի 2-ին նորընտիր խորհրդարանի առաջին նիստն է լինելու, ինչով է այն տարբերվելու նախորդ խորհրդարանից։ Ես կարծում եմ, որ քիչ բանով է տարբերվելու, ցավոք սրտի քիչ բանով է տարբերվելու։ Ու կուզենայի, որ նախորդ խորհրդարանի բախտին արժանանա, մի տարի հետո լուծարվի, ճիշտ այնպես ինչպես 17 թվականին այսպիսի մի խորհրդարան ընտրվեց եւ մի տարի հետո լուծարվեց։ Այն քանակությունը խախտումների, որ թույլ են տրվել հակապետական ուժերի կողմից, ծրագիր է եղել, ծրագիր է ներկայացվել հայկական պետությունը լուծարելու, ու այդ ծրագրին ընտրախախտումներով քվե է հավաքվել։ Դա կոպիտ խախտում է, այսինքն ես ոչ օրինական եմ համարում այսօրվա ազգային ժողովի գոյությունը, դրանով դա վտանգավոր է եւ առանձնապես չի տարբերվում, նախորդն էլ էր այդպեսին, հարկավոր է լուծարել շատ լավ տեմպ է վերցված, այդ նոտաների կարգով հարկավոր է միանշանակորեն Հայաստանը ազատել օտարերկրյա ագենտներից։ Դուք ասում եք օտարերկրյա ագենտներ, բայց այդուամենայնիվ հասկանում եմ ձեզ, որ դուք նկատի ունեք, որ ընտրակաշառք է գոյություն ունեցել, են, բայց միևնույն ժամանակ մարդկանց մի հատված կա, որ ընտրել է այդ ուժերին, որոնք այս պահին հայտնվում են խորհրդարանում։ Դա ընտրակեղծիքի հետևանք է։ Մարդիկ ընտրել են բռնության, այսինքն հենց այդ սանկցիաները, այդ հեռախոսազանգին այդ պատասխանը, դրանից առաջ Ռուսաստանի վարքագիծը դա սպառնալիք էր։ Մարդիկ վախեցել են, իսկ ով ասեց, որ 30%-ը վախկոտ չի մարդկության։ Վախեցել են, իրենց ձայնը դա բռնությամբ ստացած, բռնության սպառնալիքով ստացած ձայներ են, բայց մարդիկ անհանգստանում են, որ 11-րդ բանակը նորից մտնի Հայաստան, այս անգամ արդեն Սյունիքը հանձնի, երբ որ 11-րդ բանակը մտավ Հայաստան, Ղարսը, Արդահանը, Նախիջևանն ու Նագորնի Ղարաբաղը հանձնեց, այս անգամ կարող է մտնել Էջմիածինը հանձնեն, մարդիկ անհանգստանում են, անհանգստության հետևանք է այդ տոկոսը, եթե մենք վստահ լինենք, որ անեքսիայի չի ենթարկվի Հայաստանը, այդ 70%-ը կդառնա 100%, այդ 30%-ն էլ չի լինի։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Հիշեցնեմ իմ հյուրը Գերագույն խորհրդի նախկին падգամավոր Ազատ Արշակյանն էր, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։